Ժողովուրդ ջան, բաց չիմացաք, մինչև Նիկոլը Հայաստանում ապօրինի խայտառակ հետապնդման է ենթարկում վեհապարտիրոջը, արգելելով նրան լքել Հայաստանը եւ մասնակցել եկեղեցական ժողովին, Նիկոլի տեր Ալիևը երեք Մյունխենում ճոռամաբանում էր Հարավային Կովկասի մասին, բացահայտելով նիկոլական հերթական ստերը, որ նա փորձում է տարածել Հայաստանի ներսում։ Ալիևն ասաց, որ տրիպը չի նախատեսվում շարունակել դեպի երասխ, այսինքն տրիպը Նախիջևանով շարունակվելու է դեպի Թուրքիա։ Նիկոլական ստերը այն մասին, որ տրիպից Հայաստանը օգտվելու է առավելագույնս եւ չի դառնալու թուրք-ադրբեջանական լոգիստիկ կցորդ, հերթական անգամ հոդս ցնդեցին։ Իդեպ այդ տեսակետը փաստացի հաստատեց նաեւ Եվրոմիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսը։ Երկրորդը, Ալիևն ասաց, որ մինչև սահմանադրությունը չփոխի Հայաստանի Հանրապետությունը, խաղաղության պայմանագիրը չի ստորագրվելու։ Նա շեշտեց, որ կա հայկական կողմից այս հարցի փոխըմբռնում, վառելով, բացահայտելով Նիկոլի ստերը առայն, որ սահմանադրական բարեփոխումների անվան տակ նա չի փորձելու սղացնել Հայաստանի անկախության հռչակագրի հեռացումը սահմանադրությունից։ Ես վստահ եմ, որ նիկոլական սահմանադրական նախագծում նաև տեղ է գտնելու Արարատ լեռան չեղարկումը որպես զինանշանի բաղկացուցիչ մաս։ Ալիևն ասաց, որ սա իրենց վերջին նախապայմանն է, կրկնում եմ, նախապայմանը, այսինքն Նիկոլը կատարել է Ալիևի բոլոր նախապայմանները եւ հիմա կատարելու է, փորձելու է կատարել, եթե մենք եւ դուք միասին չխանգարենք դրան, նաեւ Ալիևի վերջին նախապայմանը հանել սահմանադրությունից անկախության հռչակագիրը։ Մնացած ամեն ինչը, ինչ ճոռոմաբանում է ԿՊԱ-ական ոհմակը, արդարադատության նախարարությունից մինչև Նիկոլ այս մասին սուտ է եւ կեղծիք։ Ալիևը նաեւ խոստովանեց հետեւյալը, որ ոչ մի խաղաղության խաչմերուկ, որը որ Նիկոլը ծախում է հայ ժողովրդի վրա որպես երազանքի հեքիաթային պրոյեկտ, գոյություն չունի բանակցային սեղանին, անկախ նրանից, որ ԱՄՆ նախորդ ադմինիստրացիան այդպիսի մի փաստաթուղթ էր ստորագրել հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության տեսքով, որտեղ այդ նախագիծը նշված էր, Ալիևը հեգնեց ասելով, որ քանի Տրամփն է, տրիպն է լինելու, կգա Բայդենը, նոր փորձի վերակենդանացնել ձեր խաղաղության խաչմերուկը։ Այսինքն Հայաստանի ներսում մոլեգնող տերորը, եկեղեցու, քաղաքական ընդդիմախոսների դեմ կատարվող լայնածավալ ապօրինությունները Նիկոլ Փաշինյանը անում է շեղելու համար մեր ուշադրությունը այն միջազգային աղաղակող զարգացումներից, որոնք կենսականորեն շահկապված են հայկական շահի հետ։ Նորից կրկնեմ, սահմանադրության փոփոխությունը Ալիևի վերջին նախապայմանն է եւ Նիկոլ Փաշինյանը ըստ Ալիևի ունի լիակատար փոխըմբռնում այս հարցով եւ այս հարցի լուծման հերթականության հետ կապված։ Մնացեք տեղեկացված, բաց չիմացաք։